Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 6-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Եթե սա ձեզ քիչ է, ապա կարող եք նայել նաև ամսվա նշանը, այնտեղ նշաններից նայել ասցենդենտը, լուսնայինը, եթե իհարկե չեք խառնի իրար։ Կարող եք նաև օրը ավարտելուց հետո նայել, տեսնել որը իրականացավ եւ որը կարելի է նայել։ Օրինակ ես ինքս էմոցիաների առումով միշտ նայում եմ լուսնային նշանը, որովհետև ինձ համար դա է կարևոր։ Դա էմոցիաներ է տալիս լուսնայինը։ Լինում է, որ չհամապատասխանում, ավելի շատ համապատասխանում է արևայինը, բայց դա համենայն դեպս այդպես էլ է պատահում ընդհանուր կանխատեսումը։ Այսքանը եւ տեսնենք ժամերը լինում են մեկնաբանության բաժնում։ Տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 6-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը գումար ստանալու հետ կապված խոչընդոտներ կան։ Գումարը վերցնելու, միգուցե աշխատավարձը դեռ չեն տալիս, միգուցե գնում եք բանկ, այնտեղ են խնդիրներ ստեղծում գումարը վերցնելու համար, գումարը ծախսելու, գումարը ուղարկելու, այդպես ինչ որ գումարի հետ է կապված խոչընդոտներ կան։ Հետո կարծես թե կարգավորվում է, որովհետև ուրախ եք, տրամադրությունը բարձրանում է հենց այդ ժամանակահատվածում, հնարավոր է լինում է հետո։ Ամեն ինչ անցնում է, կարողանում եք անել։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ։ Եվ նամակ կստանաք, միգուցե հրավիրատոմս է, ամուսնության հարսանիքի համար, նաև կարող ձեզ են ամուսնության առաջարկ անում, սիրո խոստովանություն կամ դուք եք անում եւ գրում եք հետո այն ինչ որ մեկին, որ այդպես ստացել եք ամուսնության առաջարկ։ Կամ հրավիրատոմս է սա, որ գնաք հարսանիքի եւ բավականին էմոցիոնալ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարով ծնված ցուլերի մասին է խոսքը։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 6-ին։ Սա իրենը չի, այսպես անեմ։ Հարգելի ցուլեր,
տարով ծնված ցուլեր, այդ օրը տատանվում եք առավոտյան, ինչ-որ բաների մասին եք մտածում, նաև հուզված կարող եք հուզվել այդ մտածմունքի ժամանակ, կամ արտասվում եք, ինչ-որ մի բան է ձեզ անհանգստացում կարծես թե։ Օրվա վերջ գումար կստանաք կամ գումար կծախսեք և էլի նորից միայնակության զգացում է, միգուցե մենակ եք տունը, միգուցե ինչ-որ մեկից եք նեղացել և այդ զգացողությունը և առավոտյան և երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 6-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, կամ իրանք են ձեր տրամադրությունը բարձրացնում, կամ բարձր է ձեր տրամադրությունը, ուզում են ազդել ձեր տրամադրության վրա։ Ոմանք այստեղ սիրո խոստովանություն կստանան, սիրո խոստովանություն կանեն նաև, ձեր սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, բայց հետո օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել, ինչ-որ բանի հետ կապված։ Եվ հետո այդպես փուչիկի նման ինչ-որ մի բան է պայթելու, նաև կփորձեն ձեզ հետո մոլորեցնել, այդպես է ինչ-որ բաներ ասել, և երեկոյան հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույս նետել եք ինչ-որ մի բանի վրա, այդպես ինչ-որ չգիտեմ ինչ օր է հետաքրքիր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 6-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը առավոտյան հուզված եք, կամ հուզվում եք, կամ արտասվում եք, միգուցե երազ եք տեսել, միգուցե մեկ այլ բան է այստեղ։ Նաև օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք ոչ այդ տղամարդու հետ, դա արդեն մի փոքր մեծ տարիքով անձնավորություն է, նաև կարող է լինել պետական պաշտոնյա։ Եվ այստեղ կարող է բժշկի հետ է կապված, պետք է գնաք հանդիպեք, ոչ է մասնագետ է այստեղ։ Ամենայն դեպս կհետևեք ձեր առողջությանը այդ օրը, կգնաք կոսմետոլոգի մոտ կամ եւ այլն մեկ այլ տեղ։ Եվ օրվա ընթացքում վիճում եք ինչ-որ մեկի հետ, կամ այստեղ զգում եք, որ փորձում են ձեզ մոլորեսնել, ավելի եք կատաղում այդ փաստից, կամ այստեղ ինչ-որ բան է բացահայտվում, այդպես փուչիկի նման պայթում է եւ դուք վիճում եք տվյալ մարդու հետ կամ դրա պատճառով։ Եվ երեկոյան որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 6-ին։ Հարգելի վիշապներ, կամ առավոտյան շուտ եք գորգռում, կամ երեկոյան եք գորգռում այստեղ, գորգռոց առավոտյան կարող է կապված լինել նաև կարիերայի հետ, եթե գորգռակ, այստեղ կարող է ազդել նաև հստակ ձեր կարիերայի վրա, համար երկար մտածեք, մինչև գորգռալը, եթե այնտեղ պետք է գորգռակ, ինչ-որ ձեր աշխատանքի վայրում։ Նաև կարող է քիչ է աշխատանքը տվել են ուրիշին, դրա համար եք գորգռում, դա էլ կարող է լինել։ Ամենայն դեպս, ինչ-որ պատվերներ կամ ինչ-որ բաներ ավելի քիչ են, քան իրականում կան։ Եվ այստեղ նաև օրվա ընթացքում կտրուկ քայլ կանեք, անսպասելի, դա կարող է լինել կամ ձեզ են նամակ գրում, կամ փաստաթուղթ եք ստանում, կամ դուք եք ուղարկում գրում, կամ ինչ-որ մի բան եք մտածում ձեզ համար, ասում եք վերջ, ես պետք է օրինակ գրեմ այս մարդուն, գրեմ տնօրենին, գրեմ այստեղ, գրեմ այն մարդուն ումից որ նեղացած եմ չեմ խոսում հետ է այդպես։ Եվ կամ անսպասելի է, սա շատ անսպասելի, բայց նամակ կստանա կամ ինչ-որ փաստաթուղթ։ Եվ ինչ-որ բան է ուշանալու ձեզ մոտավորապես մինչև 3 ամիս դա կարող է տևել։ Գուցե դրա համար եք գորգռում նաև։ Իմանում եք եւ գորգռում եք այդպես։ Ուղղակի ոչ թե գորգռում եք այդ մարդու վրա, ուզում եք վիճել, այլ ոնց որ գորգռում եք այդ իրավիճակի պատճառով։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 6-ին։
Հարգելի օձեր, այդ օրը ինչ որ հույսով լցված եք, դա կապված է կարծես թե ձեր աշխատանքի հետ, կարիերայի հետ, ձեր հույսով եք կբարձրանա, հույսով եք աշխատանքը կշատանա, պատվերը կշատանա, ինչ որ բաներ են այստեղ, որ հույսով լցված եք, որ ամեն ինչը լավ կլինի, կամ հույսներ դրել եք ինչ որ պատվերի վրա կամ ինչ որ բանի։ Ամենայն դեպս աշխատանքը ավելի քիչ է, քան կա։ Հուզվում եք այստեղ կամ աշխատանքի պատճառով, կամ միգուցե ընդունվում եք աշխատանքի, կամ հակառակը, որ քիչ է աշխատանքը, դա է այդ հուզման պատճառը։ Նաև դե կարող է լինել այստեղ պետական աշխատողի հետ խոսելուց եք հուզվում, այն որ մի բան է այստեղ, ոնց որ խոսում եք հետը եւ ես էլ հուզվում եմ, էլի, այդպես։ Երկար սպասված voice-նամակ կստանաք, տեղեկատվություն, հնարավոր է նաև փաթեթ է, որին սպասում եք, կամ ոչ է փաստաթուղթ է։ Գումար կծախսեք կամ գումար կստանաք եւ հիվանդանոցում այստեղ ինչ-որ մեկը կա, կամ գնում եք բժշկական կենտրոն ձեզ համար, կամ ինչ-որ մեկը կա հիվանդանոցում, այցելում եք իրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին ապրիլի 6-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նաև երկերեսանի մարդիկ կան նաև ձեր շրջապատում, ուշադիր եղեք, մի վստահեք ոչինչ, միգուցե իրանք են գալի։ Ժամ եք պայմանավորվել կամ այդ օրը կպայմանավորվեք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Եվ այստեղ Դες կարող եմ մոլորեցնել ինչ հարցում, ինչ որ մի բան, ինչ որ փաստաթուղթ ստորագրեք, չգիտեմ ինչ էր, որ ձեր գործերը առաջ գնան, զարգանան։ Մի փոքր այստեղ ոչ թե մի փոքր, այլ այս քարտով ընդհանրապես ինձ ասում է, որ պետք է շատ ուշադիր լինել, որովհետև մոլորեցնում են մարդուն, որ ինքը չկողմնորոշվի ինչ անի, ինչպես անի հետո։ Հատուկ հենց ոնց որ ձեր գործերը առաջ գնալու ու զարգանալու համար, ձեզ կարող են համոզել եւ այդպես խոսել։ Կարող եք ստանալ երկար սպասված նամակ, տեղեկատվություն, հնարավոր է նաեւ ձեր սիրելիից է դա, ձեր երկրորդ կեսից, կամ ձեր հարազատ մարդկանցից։ Նաեւ դա կարող է լինել փաստաթուղթ, որը էլի շատ կարեւոր է ձեզ համար։ Եվ ոմանց էլ սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք, ձեզ սիրված կզգաք, այդ կողը տեղեկատվությունն է հիանալի է եւ դուք ձեզ շատ լավ եք զգում եւ այստեղ կհանդիպեք ձեր սիրելիներին նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք այծերին նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 6-ին։ Հարգելի այծեր, այդ օր առավոտյան խոչընդոտներ ունեք, ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Նաև օրվա ընթացքում սեղանի շուրջ կնստեք, որից է հնարավորություն եք բաց թողնում աշխատանքի հետ կապված, ինչ-որ բան էլ փակ է, չի ստացվում այդ օր անել և կտրուկ կարող եք քայլ անեք, միևնույնն է կարող հուզված եք և դա էմոցիոնալ պոռթկում է կամ անմտածված որևիցե քայլ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 6-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը կամ գումար եք ստանալու, կամ գումար նաև կծախսեք։ Եվ կամ այցելելու եք բժշկական կենտրոն, կամ բժշկականի հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ կլուծեք, կամ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, կամ դուք պետք է գնաք, ինչ-որ պահեր են այստեղ։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, պատվերներ, նաև կարող եք այցելել պետական հիմնարկություն և պետական աշխատողի հետ կարող եք նաև հանդիպել։ Ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Սեղանի շուրջ եք նստելու, որը շատ հաջողությամբ կանցնի, շատ լավ կանցնի, միգուցե հաջողությունն եք նշում ձեզ մոտ, այդ սեղանի շուրջ եք նստում։ Եվ այստեղ կարիերայի բարձրացում ունեք, առաջ խաղացում և դրա համար օձեր կան, նախանձում են ձեր առաջ խաղացմանը, նախանձում են ձեր կարգավիճակին և ուշադիր եղեք, կարող են փորձել նաև վատաբանել կամ տակը փորձել էլի, փորձել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 6-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օր առավոտյան որոշ խոչընդոտներ ունեք, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել։ Նաև օրվա ընթացքում տատանվում եք, ինչ-որ բաների մասին եք մտածում։ Նաև այստեղ ինչ-որ տղա է և աշխատանք։ Կամ այստեղ հանդիպում եք պետական աշխատողի, ով որ տղա է երիտասարդ, կամ աշխատանքի ընդունվում, այստեղ ոչ է երիտասարդ, կամ հարցազրույցի եք գնում երիտասարդ տղայի մոտ, կամ ինքն է ընդունում ձեզ աշխատանքի, ձեր մենեջերն է, կամ փոխվում է ձեր մենեջերը, կամ պատվիրում է ձեզ ինչ-որ մի բան, և հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, և շատ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, արդեն օրվա վերջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 6-ին։ Հարգելի շներ, այդ օրը տատանվում եք, ծանրութ թեթևականում, ընտրության առջև եք կանգնած, սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, որը շատ հաջողությամբ կլինի կամ հաջողությամբ կգա։ Ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի, էներգիայով կլցնի, ինչ-որ լավ բան է։ Եվ ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք կհանդիպեն պետական աշխատողի հետ, հարցազրույցի կգնան կամ աշխատանքից ուշ տուն կվերադառնան։ Նաև աշխատանքի մասին խոսակցություն է սա, երեկոյան նստեք և խոսեք ընտանիքով աշխատանքի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին։
Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 6-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը կամ հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, կամ պետք է այցելեք, կամ առավոտյան արթնանում եք ոչ այդքան լավ, նաև սա բժշկական կենտրոն է, կոսմետոլոգի մոտ, այդպես կարող եք գնալ։ Նաև ձեր գործերը առաջ կտանեք, եթե հիվանդ ունեք, ապա հիվանդի մոտ ամեն ինչ ոնց որ առաջ կգնա դեպի լավը։ Եթե ոչ, ապա այդտեղ ձեր գործերն եք առաջ տանելու, բայց լավ հոգնելու եք, հետո հանգստանալու կարիք կզգաք։ Եվ օրվա վերջ, այստեղ խոչընդոտներ ունեք, եւ բացի խոչընդոտները հետո վիճում եք ձեր հարազատ մարդկանց հետ, կամ ձեր երկրորդ կեսի հետ, կամ ձեր ընտանիքի անդամների, հարազատ մարդկանց մի խոսքով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նաև այստեղ կաղասա էր ընկել հուզմունքը խոչընդոտների փոխարեն։ Դա հետո կնայեք։ Հնարավոր է նաև հուզմունքներ։